Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում Նորոն և Մագդան միմյանցից անկախ որոնում են հանգստություն նույն վայրում, որն իրենց հուշերի, խաղաղության և ինքնամաքրման խորհրդանիշն է դարձել։ Նրանց ճանապարհները պատահականորեն խաչվում են, բայց այդ հանդիպման խորքում կա մի շատ ավելի մեծ պատահականություն, որը կոչվում է հոգու ձգողականություն։ Մագդան, տեսնելով Նորոյին այդ լուռ ու խոնարհ վիճակում, առանց խոսքերի էլ հասկանում է՝ Նորոն այժմ իր կյանքի ամենածանր փուլում է։ Նորոյի աչքերում միայն մեկ բան կա՝ Ալինայի տագնապալի վիճակը, այն ցավը, որ ամեն րոպե քայքայում է իրեն ներսից։ Նրա խոսքերը զուսպ են, բայց հագեցած ճչացող լռությամբ, իսկ Մագդայի ներկայությունը անսպասելիորեն դառնում է մխիթարություն։ Նրանց զրույցը չի պարունակում մեղադրանքներ կամ հին վերքերի բացում։ Այն համահունչ ու ջերմ է ցավի ու կարեկցանքի միջով։ Այդ պահը մաքրում է գոնե մի փոքր այն մթությունը, որ ամեն մեկն առանձին կուտակել էր իր շուրջը։ Մագդան տուն վերադառնալով պատմում է Լանային, որ դեռ զգում է Նորոյի հանդեպ սեր։ Լանան իր պլաններն ու հետաքրքրությունները մի կողմ դնելով խոստանում է օգնել Մագդային նորից մոտենալ Նորոյին, եթե այդպես նա իրեն երջանիկ կզգա։ Մինչ այդ Էլիզն ու տատիկը խոր լռության մեջ փորձում են հաշվարկել իրենց ուժերը։ Էլիզը մտահոգությամբ խոսում է Ալինայի բուժման աներևակայելի բարձր արժեքից։ Նա անկեղծորեն ասում է, որ ոչ մի գաղափար չունի Նորոն ինչպես է կարողանում գտնել այդ գումարը, ոչ աշխատանք, ոչ էլ կայուն եկամուտ։ Տատիկը ծանր լռությունից հետո որոշում է՝ պետք է դիմել Արշակին, այս անգամ ոչ հպարտություն, ոչ նախապաշարմունք, միայն նպատակ՝ հրկել Ալինային։ Իսկ Նորոն գիշերվա մթնոլորտում համաձայնում է իր ծանոթի արատավոր առաջարկին՝ մեքենաներ գողացված վտանգավոր ծագումով։ Նրա գործը վերանորոգել, քողարկել, վերածել օրինականի։ Այնուհետ այդ մեքենաները վաճառվելու են մաքուր փողի անվան տակ։ Նորոն գիտի, այս ամենը կործանարար է, բայց նա ընտրություն չունի։ Ապօրինության մեջ նա փորձում է փրկություն գտնել իր քրոջ համար։ Նա գիտի, խաղում է օրենքի ու կյանքի սահմանների վրա, բայց իր աչքերի առաջ միայն Ալինայի ժպիտն ու առողջությունն է։ Նորոն գիտի, հիմա իր գլուխը մեծ ցավի մեջ է, բայց ցավը արդարացված է, երբ այն ծնում է կյանք։ Եվ այդ գիշեր Նորոն քայլում է դեպի ստվերներ, Ալինայի կյանքի լույսը պահելու համար։ Հարգելի հետևորդներ, արդյոք ճիշտ է վարվում Նորոն, սկսելով աշխատել այս վտանգավոր միջավայրում։ Գրեք մեկնաբանություն։